Առաջի հարցի հետ կապված ընտրակաշառքով քրեական գործեր են նախատեսված, հարուցված եւ ես էլի ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ օրինակ 21 թվականից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկը այս պայդրությամբ բանտում չի, իսկ բանտել չեն էլ նստել։ Ես ասում եմ, որ բոլորը պետքա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Չի կարա այդպիսի բան լինել, եւ մենք նախորդող շրջանին էլ պետք է անդրադառնանք, ինչի է տենց եղել։ Պետք է ի վերջո մենք չենք էլ հետաքրքրվել միջև այս պահի այդ թեմայով, բայց հիմա դա արդեն քաղաքական հարց է։ Պետք է հասկանանք ով, ում, ինչի համար, ինչա գործը կարճել, ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել, ինչի ազատազրկման չեն դատապարտվել։ Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ի վերջո նաև բաներ են եղել, չէ, սոցիոլոգիական հարցումներ են եղել բավականին վստահելի եւ պետք է այդ ընտրակաշառքի համակարգը էքստրապոլացնել եւ այդտեղից է իմ եզրակացությունը։ Նրանք ովքեր իսկ որևէ մեկին բանտ նստացնելու համար պետք է ապացուցվի մեղքը, ոնց կարող ենք մենք ենթադրաբար տեսական ընտրակաշառք տվածին կամ տեսական ընտրակաշառք վերցնողին ենթարկել պատասխանատվության։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, երեք ես անդրադարձել եմ նաև այդ թեմային։ Ես ասում եմ, քանի դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, այդ բերելու այդպիսի արձագանքներ եւ դա կապ չունի իրական կյանքի հետ։ Եվ ամեն ինչը պետք է նայել այս տրամաբանությամբ։ Բերեք ամբյոնից ես շատ հստակ ասել եմ։ Շնորհակալություն։ Մի բան որն էր հիմնական հարցը։ Չէ, իհարկե դժգոհ են, իհարկե դժգոհ են, բայց ասում եմ, որ 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով։ Կարող է դժգոհը քվեարկել է նաև ընտրակաշառքով։ 70%-ը նրանք չեն, որ համ դժգոհ են, համ ընտրակաշառք են վերցնում։ 70%-ը նրանք են, ովքեր ընտրակաշառքով, գիտեք ինչ, ընտրակաշառքը չի հանցակազմը չի դնում այդ բանը բացատրությունը գոհ ես թե դժգոհ ես։ Ընտրակաշառքով ես քվեարկել ընտրակաշառքով, ուզում ես գոհ եղի, ուզում ես դժգոհ եղի, ուզում ես երջանիկ եղի, ուզում ես դժբախտ եղի, ընտրակաշառքով քվեարկող, ընտրակաշառքով քվեարկողը։ Գոհա թե դժգոհա։ Եկեք դիալոգի չենք վերածում, հարգելի լրագրողներ։ Սա միտինգ է, եթե հարցազրույցի զանգվածությունը գրավորվի։ Ես այդ հարցին էլ երեք արձագանքեցի։ Այդում ձայներն, որ ասում են իշխանությունը ձայներ է կեղծել, այդում ձայներն են կեղծել, ասում եմ, այդ մարդիկ թող հրապարակային ասեն, կեղծել ենք մեր ձայները։ Մի հոգի հացադուլ էր անում, են էլ երեք դադարեցրեց։